2-ից 6 տարի ազատազրկում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին։ Երևանի կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հրապարակեց Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը։ Առաքելյանի նկատմամբ կիրառված կապանոջոց տոնել ամփոփ ինչու դատավճիռ օրինական ուժի մեջ մտնել։ Կոնգրեսի 7 ակտիվիստներն անցած տարվա օգոստոսին Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպից հետո բերման են ենթարկվել ոստիկանություն։ Ըստ իրավապահների ամեն ինչ սկսվել էր, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը մանտալ դնչակալով, տղաներն էլ միջամտել են։ Ընդդիմադիր երիտասարդները պնդում են, որ ոստիկանները սադրիչ գործողություններ են կատարել, դաժան ծեծի ենթարկել իրենց։ Տղաներից 4-ի մասով գործն արդեն դատարանում է, մյուս 3-ի պարագայում գործը դեռևս հատուկ քննչական ծառայությունում է։ Պաշտպանական կողմը գոնե 3 երիտասարդների մասով արդարացման հույս ուներ, դատավճիռը մեղադրող կողմի պահանջից խիստ էր։ Բնականաբար բողոքարկում է վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված կարգով։ ՀԱԿ-ի ներկայացուցիչները դատարանի վճռում քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Համբերեք, մենք համբերատար ենք, տրամադրված ենք, պայքարում ենք։ Մինչ դահլիճում հրապարակվում էր դատավճիռը, դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էր։ Տիգրան Առաքելյանը բանտում էր, հիմա դատավճիռի համաձայն պետք է բանտում հայտնվեն նաև տարբեր չափերով, նաև մյուս տղաները։ Ակտիվիստները միևնույն է իրենց մեղավոր չեն ճանաչում, որոշել են վճիռը բողոքարկել հնարավոր բոլոր ատյաններում։ Օֆելիա Կամավոսյան, Նորաշար Բաթյան, ժամը լրատվական։